Բարև ձեզ, սիրելի փոքրիկներ եւ իհարկե մեծեր։ Բոլոր նրանց, ովքեր երբեք չեն դադարում փոքրիկ մնալ։ Դուք դիտում եք Ծուր Հայելի զվարճալի հաղորդումը։ Ես ձեր ընկեր Սուրեն Գաբրիելն եմ։ Այսօր մեր Ծուր թատրոնը իր փոքրիկ արտիստների հետ միասին պատրաստել է մի շատ հետաքրքիր եւ ուսուցողական ներկայացում։ Գիտեք արդյոք խնկո ապոր հայտնի ճպուրն ու մրջյունը Արակը։ Այո, հենց այն պատմությունը, որ հերոսներից մեկը ամբողջ ամառ երկում ապրում էր, իսկ մյուսը ջանաբար աշխատում։ Եկեք միասին տեսնենք, թե ինչպես են մեր շնորհալի փոքրիկները մեկնաբանում այս հայտնի Արակը։ Ուշադրություն, սկսում ենք։ Աթաբեկ Խնկոյան, ճպուրն ու մրջյունը, թռի վրի մի ճպուր, ողջ ամառը շուր ու մուր, երգեց, ճռաց, ճռճռաց, մին էլ ըհը ձմեռը, փռեց իրեն թևերը, բոցեց գորգը սպիտակ, դաշտերն առավ ձյունի տակ։ Անցան պայծառ օրերը, էլ որն ասեմ, էլ որը, երբ ամեն մի թփի տակ, թե սեղան կար, թե օթյակ։ Եկան օրեր ցկտաշունչ, ճպուրն ընկավ լուր ու մունջ, քաղցած փորին, էլ ինչ երգ, ցուրտը տարավ, ոտ ու ձերք։ Զնգր զնգր թողալով, ծանր ծանր սողալով, նա մրջյունին ասում է, գլխիդ մոտող սանամեր, մի ճարարոր շունչ առնեմ, ցրտից սովից չմեռնեմ, կերակրի, տաքացրու, մինչև գարուն ապրեցրու։ Ինչ խաբար է, Սանիկս, զարմանում եմ ջանիկս, չաշխատեցիր ամառը, ասա ինչն էր պատճառը։ Այդպես բանի սանամեր, էլ ժամանակով ուներ, են խոտերում բուրավետ, երգում էի մերանց հետ։ Ուրեմն դու, այո ես, ողջ ամառը դեն ու դես, երգում էի մշտապես։ Երգում էի շատ բարի, այժմ էլ վռնի վերվերի, քամին ծակ տա դու բարի։ Խղճո ինձ։ Խնկո ապոր Արակն այս, խորհուրդ է մեծ ծույի մարդկանց, որ ամեն մարդ գիտակցի, ով աշխատի նա գուտի։ Վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ։ Ինչ սովորեցրեց մեզ այս Արակը։ Գուցե այն, որ պետք է ոչ միայն ուրախանալ, խաղալ անհոգ, այլ նաև աշխատել, սովորել ու մտածել ապագայի մասին։ Իսկ հիմա ժամանակն է մի փոքր էլ ուրախանալու։ Ձեզ ենք ներկայացնում ձեր կողմից արդեն շատ սիրված Մելոգրանո ընտանիք մինի մուլտսիտկոմի 8-րդ եւ 9-րդ սերիաները, որտեղ մեր սիրելի հերոսները Խինկալ պապն ու Միշելը հայտնվում են նոր արկածների մեջ։ Այս անգամ նրանք որոշել են գնալ ձկնորսության, բայց ինչպես միշտ ամեն ինչ գնում է մի փոքր, ասենք, ծուր ձևով։ Պատրաստվեք լիաթոք ծիծաղելու, դե ինչ, սկսում ենք։ Պաշտել պապի, հեռախոսով խուլտատի, եղբայր քույրիկ ու մայրիկ, ինտիլիգենտ խեղճայրիկ, համորից տուն ու տանիք, Մելոգրանոը, Քանի մեջ խեղդվողն էլ իր օգուտը պիտի ունենա։ Փափլիկս, մեքենան վերանորոգելուց հետո ավելի լավ ու ավելի զգուշ ես վարում։ Որ քիչ կռասագրավի նման, երկար կապրենք։ Ինչ ասացի, որ բարկանում ես, ուզում էի գովել քեզ։ Կար, Լավ, հասկացա, լռում եմ։ Օհո, սարը տոմատի հյութ, համեցեք, վայելեք, տոմատի հյութ, բնական լոլիկից կամած, տոմատի հյութ։ Թու, ժավեր ծախողներից պրծանք, հիմա էլ սա։ Տոմատի հյութ, օհո, Ժավելի սպիրտ, օհո,
նոր բիզնես ես սկսել, խինկալ պապ, հա? Հա, ականջի թաղանթը պայթեցնող, դրի ոգասարկն եմ արտադրում, այան խեղճ։ Օհո, բաժ ավելի սպիրտը ինչ կապ ուներ։ Այ տղա, առավոտը շուտ բայղոշի նման ինչ է ձայնդ գլուխդ կծել։ Խինկալ պապ, առ այս անմահական տոմատի հյութը, խմի, կհասկանաս։ Լավ է չէ, օհո։ Վայ, ես ինչ կծուես, տնականդ, վայ, բաժար է։ Օհո, խառնել եմ շշերը, վայքու։ Ամբողջը չիլիով տոմատի հյութերն եմ բերել։ Վայ, քո խիղճը կատարվի, մարդասպան։ Բան ես գտել, բանի հետևից ես ընկել։ Քաղցր տոմատի հյութերը մոռացել եմ բարձել։ Գնամ բերեմ, օհո։ Չիլի տոմատի սառը հյութեր։ Չիլի տոմատի սառը հյութեր։ Զահրմար տավաճան հայվան։ Տիկին ջան, ինչ եք բղավում։ Մեքենայի այլին շպարվելու և շրտներ կսելու համար չէ։ Հայելի է ինձ համար։ Դուք չպետք է ասեք ես ինչ անեմ։ Ես անընդհատ զգուշացնում էի նրան։ Ճիշտ է, ես այդ լեզուն չեմ հասկանում, բայց դուք նաև ամրագոտի չեք գցել։ Գոնե դրա համար պետք է տուգանեմ։ Գոնե դրա համար պետք է տուգանք գրեմ, կամ գրեմ տուգանք։ Պարոն Պարեկ, ինչպես ձեզ դիմեմ։ Ավակ Պարեկ Զեյթունցյան, կամ Զեյթունցյան Պարեկ ավակ, կամ Պարեկ Զեյթունցյան ավակ, դե կարևոր չէ։ Գուցե նախկին ձևերով հարցը լուծենք։ Քաղաքացի, իմ կրսկավանդակի տեսախցիկը ձայնատեսագրում է ձեզ։ Օրենքի ոչ մի խախտում։ Տուգանում եմ և վերջ, կամ վերջ տուգանում եմ։ Քեզ տղամարդասողին, պապանձվել էիր։ Ով ես։ Բա չէ, ընգեր պետը։ Տոմատի քաղցր հյութ։ Միշել վերմիշել, օհո, համով քաղցր տոմատի հյութ հյուրասիրեմ քեզ, հա։ Տրամադրությունդ, օհո, կներես, տրամադրությունդ բարձրանա։ Սրտովս գնա։ Ինչ եղավ այդ տղա, ինչու գժվար։ Դո այ, անաստված։ Երդվում եմ, քաղցր հյութ եմ հյուրասիրել։ Փորձեք։ Շնորհակալ եմ, թող ես իմ մահով մեռնեմ, օգնել պետք չէ։ Միշել, վարվում եմ, հրշեց մեքենական ճիրա։ Օհո, հասկացա։ Չիլի շշերի վրա քաղցր հյութերի թղթիկներն եմ փակցրել։ Թյուրիմացություն է։ Թյուրիմացություն։ Ես այպես եմ անելու, որ քո այս բիզնեսն ու ականջ ծակող ձայնը փակես։ Կես անտիպիար եմ անելու։ Դո, ես էլ այնպես եմ անելու, որ մի շիշը չծախես, մարդասպան։ Փաստորեն, այս բիզնեսն էլ տակ տվեցի։ Օհո, Սրա հոհո ներվերից վրա ազդում է հա։ բայց ինչպես ասում են, քանի մեջ խեղդվողն էլ իր օգուտը պետք է ունենա։ J'avais l'esprit, j'avais l'esprit։ Դժվար այդ տղա։ Արավոտյան, դու այս բիզնեսի միտքը տվեցիր։ Օհո,
J'avais spirit. J'avais spirit. J'avais spirit. Проклятый капитализм. Մելոգրանո ընտանի Կարմա Այսօր որսը լավ է ստացվում 1, 2, 3, 4 Երկու հատ էլ ձուկ որ բռնեմ Կտանեմ բարավս կտապակի Թորլիս հետ կվայելեմ Հոպ, կուլ տվես նա որդը Կարթը մնաց կոկորդը Քեզնից ինչ ձկնորս Ավելի լավ է մի օգտակար գործով զբաղվեիր Պապլիկս Ժամանակին Սևանում այ այսքան մեծ ձուկ էի բռնել Չես պատկերացնի ինչքան մեծ էր Մի 70-80 կիլոգրամ կլիներ Հա, այնքան մեծ, որ հադին շալակեց չկարած Հուդին չկարած, չատին չկարած, մատին չկարած Հայրս էլ չկարած Ես շալակեցի գնացինք Լավ, իջի մեքենայից Մեկ է դու ձախորդ փանոս ես Էլի մի փորձանքի մեջ ես ընկնելու Ես? Երբեք չհավատաս Իջիր հա, սուտլիկ որսկան Խինկալ պապ Բարի լույս Զուկը խփում է Սուս, այդ ծենովոհան, եսա կախի կխպի Լավ, ես էլ եմ եկել ձուկ բռնելու Ասա դու որորվա ձուկ բռնողն ես այ լոպաշան որդի Ինչ ասացիր? Հեչ, ասում եմ ես գործին Խելքը գլխին մարդ է պետք Իա Այսին դենն է տաս կոշիկն է Ինչպես հայտնվեց կարդի վրա Աբու Հասանի մասիկներն են էլի Այ քեզ բան Այս էլ ծնունդից խմած շշերն են Տոպրակից ճանաչեցի Կարման իրա գործը անում է Ինչ ցանել ես, են էլ հնձում ես Ոնց որ գետ չլինի, այլ աղբար կղ Միշել ջան, я один умный вещь скажу, но только ты не обижайся Ձուկ բռնելը քո գործը չի Քո գործը կնկամազ ներկելն է Այն էլ կապույտ Я так думаю Հա? Դե հիմա կտեսնես Այս գետի բոլոր ձկները այսօր անելու եմ տուն Պահ Թանել չէ պրտազմացում Այտաղա հոցանքով ձուկ բռնելը օրենքով արգելվում է Ինձ մոտ կնոջս օրենքն է գործում Առանց զուկ գնամ տուն կսպանի Վայքու Տնականդ Ինքն իրեն սպանեց Միշել Այտաղա Միշել Շտապ օգնություն կանչեմ Չէ լավ եմ Սայթակեցի ընկա Ես ամեն ինչ տեսել եմ Դե լավ է, որ լավ եք Դուք ձերբակալված եք Հանցագործություն կատարելու համար Օրենքով արգելվում է գետում հոսանքով ձուկ բռնելը Այ մամա ջան Ես բան չեմ ուզում գնալ Շելս ինձ կսպանի Պարոն բարեք Բաց թողեք նրան Մի հատիկ ձուկ էլ դրանով չի բռնել Տեսնում եք Եթե ձուկ չկա ուրեմն հանցագործություն էլ չկա չէ Համել հանրօգուտ գործ է արել այս մարդը Ամբողջ գետի աղբը մաքրել է Հա ճիշտ է ասում Դուք կլրեք Տեսնում եմ, լավ բան եք արել Իսկ մարդկոցը, ինչ է, սա էլ է աղբ Աղբ է, բա ինչ է Ուզում էր ջերից հանել Հոսանքը հարվեց խեղճը Իսկապես, լավ Այս անգամ կհամարեմ իմ կողմից Որպես տեսողության թյուրիմացություն Բայց հաջորդ անգամ ներում բեկում չի լինի
Ես գնացի։ Բարի ծառայություն, պարոն Պարեկ։ Լավ բրծանք, հայ բեղլու, բա որ ասում եմ ձկնորսությունը քո բանը չի։ Վայ, ձեր աշխատաները մոռացավ, պապի։ Այ քո արա։ Լավ, խաղմասի մոտով կգնանք տուն կհանի։ Մենակ թե դու էլ ձկնորսության անունը չտաս, հա։ Մի անգամ Սևանում մի մեծ ձուկ բռնեցի։ Ինչքան մեծ է, կարող ես ձեռքերով ցույց տալ, հա։ Այնքան մեծ, պապի ջան, որ ամեն աչքը այսքան կլիներ։ Ահա եւ ավարտվեցին մեր այսօրվա զվարճալի պատմությունները։ Տեսաք թե ինչ հետաքրքիր կապ կա մեր երկու պատմությունների միջև։ Մի կողմից ճպուրն ու մրջյունը, որտեղ խոսվում էր աշխատանքի եւ պատասխանատվության մասին, մյուս կողմից Խինկալ պապի եւ Միշելի ձկնորսության արկածների մասին, ովքեր ընկնում են զվարճալի պատմությունների մեջ հենց այն պատճառով, որ ամեն ինչ միջև վերջ են պլանավորում։ Բայց ամենակարևորը, թե հեքիաթը, թե մուլտֆիլմը մեզ սովորեցնում են լինել խելացի, աշխատասեր եւ միաժամանակ ճշմարտախոս։ Սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Մինչ նոր հանդիպում, ծուր հայլիների ուղիղ աշխարհում։